Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Հաղորդումը սկսեմ մեր անվանի հայրենակցի մասին Հրաչյա Աճարյանի հետևյալ կարծիքով։ Մարդկային բացառիկ առաքինությունների ծով էր, չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր ու համեստ ամենուն նկատմամբ, մաքրակրոն էր եւ մեծ հայրենասեր։ Վերին աստիճանի սրամիտ, կենսուրախ եւ պատրաստաբան էր եւ սիրված էր մեծեն ու փոքրեն։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Կոմիտասին։ Մեր հաղորդման հյուրերն են Հայաստան Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ պրոֆեսոր Մհեր Նավոյանը եւ Կոմիտասի Թանգարան ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանյանը։ Բարի գալուստ հարգելի բարեկամներ, շնորհակալություն հավերը ընդունելու համար։ Իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Կոմիտասի կյանքի եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասը Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Փոքր Ասիայի Կուտինա քաղաքում, Նախիջևանի Գողթն գավառի Ցղնագյուղից գաղթած կոշկակարի ընտանիքում։ Որբանալով վաղ տարիքում 1881-ից 1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա աշխատել երաժշտության ուսուցիչ։ 1895 թվականին ձեռնադրվել է վարդապետ։ Երաժշտության առաջին ուսուցիչներն էին Քրիստափոր Կարամուրզան եւ Մակար Եկմալյանը։ 1896-ից 99 թվականներին Ալեքսանդր Մանթաշյանի հովանավորությամբ սովորել է Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում եւ Բերլինի համալսարանում։ Ընտրվել Բերլինի միջազգային երաժշտական ընկերության առաջին ոչ եվրոպացի անդամ։ Հանդես եկել հայ ժողովրդական եւ եկեղեցական երաժշտության մասին դասախոսությամբ։ 1899-ից 1906 թվականներին եղել է Մայրաթորի դպրապետ եւ Գևորգյան ճեմարանի երաժշտության ուսուցիչ։ Կազմակերպել բազմաձայն երգչախումբ։ 1906 թվականին հայ ժողովրդական եւ հոգեվոր երգերի մշակումներով համերգներ է տվել Փարիզում, ինչը բարձր է գնահատել նշանավոր ֆրանսիացի կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին։ 1907 թվականին Արշակ Չոպանյանի հետ շրջագայել է Իտալիայում, հետազոտություններ կատարել Վենետիկի եւ Հռոմի թանգարաններում։ 1908 թվականին համերգներով շրջագայել է Անդրկովկասում։ 1909 թվականին Թիֆլիսի միջազգային եկեղեցական երաժշտության փառատոնում նրա երգչախումբը գրավել է առաջին տեղը։ 1910 թվականին Պոլսում կազմակերպել է 300 հոգանոց Գուսան երգչախումբը։ Բազմաթիվ համերգներ եւ դասախոսություններ ունեցել Եվրոպայում, Թուրքիայում։ 1914 թվականին բանախոսել է Փարիզի միջազգային երաժշտագիտական ընկերության համաժողովում։ 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվել է եւ աքսորվել, ապա ծանր ապրումներից հետո միջնորդությամբ ազատվել։ Հայոց ցեղասպանության դրվագները ծանր ազդեցին Կոմիտասի ներաշխարի վրա, եւ նա կորցրեց հոգեկան անդորը։ 1916-ից 19 թվականներին եղել է Պոլսի հիվանդանոցում, 19 թվականից Փարիզի հոգեբուժարանում։ Վախճանվել է 1935 թվականի հոկտեմբերի 21-ին, թաղվել Փարիզի հայկական եկեղեցում։ 1936 թվականին Աղասի Խանջանի շնորհիվ աճյունը փոխադրվել է Երևան եւ ամփոփվել Կոմիտասի անվան Պանթեոնում։ Անգնահատելի է հավաքչական ու գիտական աշխատանքը, հավաքել է ավելի քան 4000 երգ, բացահայտել ժողովրդական երաժշտության ակունքները, ամփոփել խազաբանության տարրերը։ Նշանավոր աշակերտներից են Արմենակ Շահմուրադյանը, Սպիրիդոն Մելիքյանը, Վահան Տեր-Առաքելյանը, Միհրան Թումաճյանը, Բարսեղ Կանաչյանը։ Կոմիտասի անունով են կոչվում Հայաստանի պետական լարային քարյակը, Երևանի կոնսերվատորիան, Կամերային երաժշտության տունը, Բողոտա, Զբոսայգի, Ստեփանակերտի երաժշտական դպրոցը, երգչախմբեր։ Արձաններ են կանգնեցվել Երևանում, Վաղարշապատում, Փարիզում, Քվեբեկում, Դետրոյտում, Պետերբուրգում։ 2015 թվականին հիմնվել է Կոմիտասի Թանգարան ինստիտուտը։ ԽՍՀՄ-ում թողարկվել է նամականիշ։ Կոմիտասը վայելում է համաժողովրդական սեր։ Պարոն Նավոյան, Կոմիտասը հսկայական ժառանգություն է թողել մեզ, ինչպես հազարավոր երգերի հավաքումը, այնպես էլ հատորներով գիտական աշխատությունները նրա։ Ու արդեն շուրջ 100 տարի է անցել, այս անցած 100-ամյակի ընթացքում արդյոք որպես Կոմիտասագետի, արդյոք բավարար կերպով է ուսումնասիրված ընդհանուր թեկուզ ընդհանուր առմամբ Կոմիտասի թողած այդ հսկայական գիտական ժառանգությունը։ Այո, բավարար կերպով է ուսումնասիրված, ավելին հասցվել է
ուսումնասիրությունը հասցվել այն մակարդակին, որ այսօր ունենք առանձին գիտաճյուղ հայ երաժշտագիտության մեջ կոմիտասագիտություն։ Այսինքն նման հասկացողություն կա, կոմիտասագիտություն երաժշտագիտության մեջ։ Սակայն դա չի նշանակում, որ այլևս ուսումնասիրելու բան չունենք։ Նախ որ կոմիտասի ժառանգությունը հատուկտիր է մեզ հասել եւ նրա կորսված ծերագրերի փնտրտուքը շարունակվում է Եվ հույս կա, որ կգտնվի ինչ-որ։ Այո։ Մյուս կողմից ամբողջ խնդիրն այն է, որ կոմիտասը բացի ստեղծագործության գեղարվեստական արժեքներ թողնելուց եւ գիտական բացահայտումներ անելուց, սկզբունքներ է հաստատել։ Գեղարվեստական սկզբունքներ, որոնք միտված են հերուների, ապագային։ Եվ այդ սկզբունքները յուրաքանչյուր ժամանակաշրջանի տեսանկյունից վերաիմաստավորելու, գործնական դարձնելու, օգտագործելի դարձնելու տեսանկյունից անընդհատ աշխատանք է պետք։ Իսկ կոմիտասի թողած ժառանգությունից որը պահպանվել է, բոլորն են հրատարակված։ Եթե խոսենք կոմիտասի ժառանգության հրատարակության մասին, ապա հարկ է նկատել, որ կատարվել է զգայացավալ աշխատանք, առաջին հերթին պետք է հիշատակենք Ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի կողմից հրատարակված 14 հատորը կոմիտասի երկերի, որոնց մեջ մտնում են նրա ստեղծագործությունները, նրա հավաքած ժողովրդական երգերը, ուրեմն 14 հատոր։ Սա իրականացվել է մեր թիվը ինքնին խոսում է, թիվ է, ուրեմն իրականացվել է այն նշանավոր կոմիտասագետների ջանքերով, այդ թվում հատկապես կառանձնացնեինք երախտավոր Ռոբերտ Աթայանի եւ Գևորգ Գյոդակյանի անունները։ Մյուս կողմից երաժշտագիտական ժառանգությունը առավել լիարժեք ներկայացվեց մի քանի տարի առաջ ընդամենը Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի կողմից, ուրեմն երկու բավականին ստվար հատորներով, այսինքն ընդհանուր 16 հատոր։ Այո, այսօր հատորների թիվը կշարունակվի նոր բաներ կայտնագործեր կայտնաբերել։ Այսինքն կոմիտասագիտությունը առնվազն տասնամյակներ շարունակ դեռևս իր անելիքները ունի։ Այո, թե հրատարակելու եւ թե կոմիտասի ժառանգությունը ուսումնասիրելու, նորից վերանայելու, այո, իհարկե, գեղարվեստական իրականության առջև կանգնած խնդիրների լուծման տեսանկյունից վերիմաստավորելու, այս բոլոր խնդիրները են եւ դրանք միշտ թելադրելու են կոմիտասի արվեստն ուսումնասիրել։ Պարոն Կոստանդյան, ի ուրախություն մեր բոլորիս, անցած տարի 15 թվականին քաղաքամայր Երևանում բացվեց Կոմիտասի թանգարանը, ավելի ճիշտ Թանգարան ինստիտուտը։ Դուք որպես այդ նորաստեղծ կարևոր մշակութային, քաղաքակրթական, ինչու՞ չէ, հաստատության տնօրեն, խնդրում եմ ներկայացրեք, ինչ է իրենից ներկայացնում Թանգարան ինստիտուտը։ Ինչ նպատակներ է հետապնդում։ Կոմիտասի Թանգարան ինստիտուտ, եթե մի փոքր վերադառնանք նախապատմությանը Թանգարանի, ինչպես շեշտեցիք, բացվել է 2015 թվականի հունվարի 29-ին, Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ եւ նախաձեռնությամբ, որը կառուցվեց նախկին մշակույթի պալատի հիման վրա եւ վերակառուցումից հետո արդեն նոր շինությունը ճարտարապետ Արտուր Մեշյանի կողմից արդեն նոր մտահղացման ձևով ներկայացվեց Թանգարան ինստիտուտի ձևով։ Այդ նախաձեռնությանը եւ ձեռնարկին նվիրաբերվեց մշակույթի պալատը համահայկական հիմնադրամի կողմից եւ ամբողջ վերակառուցման ծախսերը հոգացին Փյունիկ եւ Լույս հիմնադրամները։ Այսինքն միանգամայն ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող հաստատություն է ստեղծվել։ Ժամանակակից պահանջները մի քիչ տարբեր են լինում եւ կյանքը ապրում է պրոգրեսիա, բայց փորձվել է մաքսիմալ այս մեր ներկայիս ժամանակին զուգահեռ տանել եւ այս թանգարանը փորձվել է եւ կառուցել եւ համալրել այս ժամանակին զուգահեռ եւ տեխնիկապես եւ արտաքնապես միջազգային թանգարաններին։ Եվ գործունեությունը Կոմիտասի Թանգարան ինստիտուտի ընթանում է 3 ուղղություններով, դա գիտական կենտրոնն է, որը ուսումնասիրություններ է կատարում կոմիտասագիտության եւ միջնադարյան երաժշտության վերաբերյալ, դա թանգարանային հատվածն է, որը բաղկացած է մշտական ցուցադրությունից, որի հեղինակն է Վարդան Կարապետյանը, եւ կա հնարավորություն սրա ունենք ժամանակավոր ցուցադրությունների համար, որը մերթ-ընդ-մերթ անցկացվելով ժամանակավոր ցուցադրություններ ավելի
ավելի եւ ուշադրություն է գրավում եւ փորձում է մի Թանգարանի կյանքը ավելի աշխուժանում։ Ավելի, այո, աշխուժանում է։ Եվ համերգային գործունեությունը, որը գործում է համերգային դալիճ, որտեղ անցկացվում են միջոցառումներ, համերգներ, կրթական ծրագրեր, շնորհանդեսներ, գիտաժողովներ եւ մի շարք այլ գիտակրթական ծրագրեր։ Բավականին այս ըստ իս կարճ ժամանակահատվածում եւ այցելություն ենք ունեցել եւ միջոցառումներ են անցկացվել, քանզի շուրջ 1.5 տարվա ընթացքում փորձվել է եւ այդ երեք ուղղությունը ավելի Այսինքն այդ կարճ ժամանակահատվածում թանգարանը կարողացել է իրեն արդեն դրսևորել հանրությանը ներկայանալ։ Գնահատանք չեմ կուզենա հիմի տամ, բայց մաքսիմալ փորձվել է արվել այնպես, որպեսզի իր ծրագրերով եւ ցուցադրությունով եւ իր բնականոն ընթացքով հետաքրություն եւ ցանկություն առաջացվի նորից ու նորից այցելել թանգարան եւ ավելի խորացնել իրենց եւ գիտելիքները եւ իմացությունը Կոմիտասի եւ Կոմիտասի առասարակ ժառանգության վերաբերյալ։ Ուսանք մեր հաղորդումը նույնպես ինչ որ առումով կնպաստի թանգարանի նկատմամբ ել ավելի մեծ հետաքրքրության առաջացմանը։ Պարոն Նավյան, Կոմիտասի գործունեության ոչ կյանքի ընթացքում նա գործունեության առանցքային ոլորտներից էր մանկավարժությունը։ Այսինքն ճեման ավարտելու պես անմիջապես հետո նա երաժշտության ուսուցիչ եղավ եւ իր ողջ կյանքում այդպես մինչեւ մայր մնաց նաեւ որպես մանկավարժ։ Դրա վկայությունն են նաեւ նրա թողած աշակերտները, միայն անվանի աշակերտների թիվը թվարկելը արդեն ժամանակ Կոմիտասին խնդրում եմ որպես մանկավարժ ներկայացրեք, մանավանդ դուք ինքներդ էլ Կոմիտասի անվան Երևանի կոնսերվատորիայի պատասխանատու աշխատակից եք, պրոռեկտորն եք եւ ձեր մանկավարժական գործունեության ընթացքում համոզված եմ, որ մանկավարժ Կոմիտասի թողած ավանդները հնարավորինս փորձում եք շարունակել։ Կոմիտասի մանկավարժական գործունեության մասին կարող ենք դատողություն անել երկու հարթության մեջ։ Նախ կենսագրական տվյալներից գիտենք, որ իսկապես մանկավարժությամբ զբաղվել է, հատկապես Գևորգյան ճեմարանում, եւ հետո արդեն պոլսական շրջանում ունեցել է մասնավոր գործունեություն, տվել է նշանավոր աշակերտներ, ազգանուններով եթե թվարկելու լինենք, Կանաչյան, Թումաճյան, Սեմերջյան, Սարգսյան, Սրվանստյան։ Դրան առընթեր իհարկե մի քանի նշանավոր դեմքեր նույնպես իրենց կարող են համարել կամ համարում են Կոմիտասի աշակերտները, թվում Արմենակ Շահմուրադյան, որ նաև Եկմալյանի սանն էր, Մարգարիտ Բաբայանը, իր քույրը եւ այլոք։ Սրան առընթեր Կոմիտասը նաև դասախոսություններ էր կարդում հայ ուսուցիչների համար տարբեր առիթներով, այսինքն սա նույնպես համարենք կրթական ուսումնական գործունեության մաս։ Մյուս հարթությունը, որ անպայման կուզեմ նշել, դա նրա դասագրքաստեղծ գործունեությունն է։ Արխիվում այսօր մենք ունենք երաժշտական տարբեր առարկաների նվիրված դասագրքեր կամ դրանց նախագծեր։ Այն ժամանակվա աշակերտների ուսանողների համար։ Ավելի շատ երևի այսպես ասենք իր երազած եւ այդպես էլ ճանաչած կոնսերվատորիայի համար դասագրքեր էր նախապատրաստում։ Դրանք առնչվում են եւ վերաբերում են եւ հարմոնիային, եւ երաժշտության պատմության առարկային, եւ երաժշտության տեսության, եւ այլն հրատարակված են հիմա։ Մասամբ այո, մասամբ տեսության դասագիրքը օրինակ հրատարակված է, երաժշտության պատմության դասագրքի նախերգանքը հրատարակված է նախաբան։ Եվ արդեն նրանավան կոնսերվատորիա ուսանողները կարող են օգտվել այդ դասագրքերից։ Կարող են օգտվել։ Ուրեմն սա է, որ մենք սրա հիման վրա կարող ենք խոսել Կոմիտասի մանկավարժական գործունեության մասին։ Իսկ թե ինչպիսի մանկավարժ էր, կարող ենք կենսագրական մի դրվագից ստատել։ Նա իր ուսումնառության, ճեմարանում իր ուսումնառության վերջին տարիներին երաժշտություն սովորել է հայ կոմպոզիտոր Կարամուրզայի մոտ, այսինքն Կարամուրզան դասավանդում էր Գևորգյան ճեմարանում։ Այնպես եղավ, որ Կարամուրզան կամ ավելի ճիշտ ոչ թե թողեց, այլ նրան խնդրեցին, որպեսզի նա թողնի իր պաշտոնավարությունը ճեմարանում, կապված իր հեղափոխական հայացքների եւ այլնի հետ։
Եվ քանի որ ուսանողությունը շատ սիրում էր Կարամուրզային, այս հանգամանքը շատ սուր ընդունեց։ Իրենց սիրելի դասախոսի հեռանալը շատ սուր ընդունեց։ Եվ նույնիսկ ուզումներ եղան ճեմարանում։ Այս սուր լարված ֆոնին հանկարծ երաժշտական դասատուն նշանակվեց բոլորովին նորավարտ Սողոմոն Ավագ Սարգսակ Սողոմոնյանը։ Երիտասարդ նոր ավարտած ուրեմն ճեմարանը եւ պատկերացնում եք ինչպիսի բարդ իրավիճակում էր հայտնվելու այս երիտասարդ երաժիշտը այդպիսի անվանի դասատուից հետո ուսուցչից հետո իր ուսանողության համար սիրելի ուսուցչից հետո անբոստ վիճակում գալ եւ դասավանդել բայց ընդամենը մի քանի ամիս հետո ուսանողությունն ամբողջությամբ մեծ սիրով եւ մեծ խնդավառությամբ գնում էր Սողոմոն Ավագ Սարգսակի շատ արագ դարձավ ուսանողության սիրելի շատ արագ դարձավ ուսանողության ամենասիրելի ուսուցիչներից մեկը։ Հետագայում էլ նրա ուսուցչական կարողությունների մասին մեր շատ նշանավոր քաղաքական գործիչներից ոմանք նույնիսկ հիշել են, եղել են նրա ուսանողներից եւ հիշատակել են սա, թե ինչպիսի հումորով եւ ինչպիսի հմտությամբ էր կառավարում դասերը եւ նաեւ երգչախմբի պարապմունքները։ Շնորհակալություն։ Մեր հերոստատիտողներին ներկայացնեմ Կոմիտասի հետևյալ պատգամ ուղղված հավանաբար բոլոր մանկավարժներին, ոչ միայն երաժշտության, Կոմիտասի հետևյալ կերպ է ուղերձղել. զգուշությամբ եւ երկյուղացությամբ մոտեցեք դաստիարակության գործին։ Խիստ փափուկ պաշտոն մնե ձերը։ Դաստիարակելու կոչված եք սերունդ, որ ապագա ազգն է։ Սխալ ուղղությամբ ազգը կխորտակեք վերջը։ Հուսանք Կոմիտասի այս պատգամին մեր բոլոր մանկավարժները հավատարմորեն կհետևեն։ Պարոն Կոստանյան, ձեր խոսքում արդեն ասացիք, որ ժամանակավոր նաև ցուցասրահ ունեք, աշխուժ միջոցառումներ եք իրականացնում Թանգանում եւ այլն։ Այդ առումով ներկա ժամանակակից գլոբալացող աշխարհի պայմաններում ինչ է հարկավոր որպես այդ ոլորտի մասնագետ, որպեսի հայ պատանու, հայ երիտասարդի համար Կոմիտասը ավելի գրավիչ լինի կամ Կոմիտասին ավելի սիրել տանք։ Ես մի քիչ կուզենայի ավելի լավ ճանաչենք դա ձևակերպեի, եթե կարելի է։ Ինձ ըստ իս պետք է գտնել հետաքրությունը եւ ճիշտ մեկնաբանման եւ ճիշտ ընկալման ձևը, որ յուրաքանչյուր մի ստանդարտացում չկա, որ բոլոր այցելուներին, քանի որ եւ կա տարիքային տարբերակում եւ կա տարբեր մասնագիտություններ, ինչ որ մի ճիշտ ձևաչափ է ստեղծում, անհատական մոտեցում գուցե անհատական մոտեցում եւ տարբեր սոցիալական տարիքային խմբերի։ Այո, անհատական մոտեցում եւ ճիշտ թեմաների ընտրություն, որով ներկայացվեն, քանի որ ընկալումը երեխայի, մեծի, ուսանողի եւ երաժշտի եւ ոչ երաժշտի տարբեր են լինում։ Այդ իսկ պատճառով փորձվել է նույն Կոմիտասի թանգարանում ստեղծել մի հարթակ, որտեղ անցկացվեն գիտակրթական ծրագրեր, որպիսի հանրամատչելի ձևով միգուցե ներկայացվեն տարբեր թեմաներ, ներկայացվի Կոմիտասը, ներկայացվի այն մարդը, որը ինչ որ միտեղ բրկելով մեր հայ ժողովրդի երաժշտությունը որոշակիորեն տարբեր ուղղություններից եւ ճիշտ հիմքեր ստեղծելով փորձել շարունակել եւ դա սերունդ փոխանցել, որտեղ մենք այժմ 2016 թվականին արդեն իսկ նստած խոսում ենք Կոմիտասի ժառանգությունից, դա արդեն նշանակում է, որ Կոմիտասը ժամանակին արել է այդ ամենը, որպեսզի դա հասնի 2016 թվական, այս պահին մեզ ուղղակի որպես թանգարան ստեղծված եւ նպատակային ուղղությունը պետք է ուղղվի այդ ուղղությամբ, որ փոխանցենք այս ամեն ինչը ավելի երիտասարդ սերնդին, որը ըստ իս եւ Կոմիտասի կյանքում որոշակիորեն նշանավորվում էր դեպի ապագային նայելը եւ երիտասարդների եւ նոր մտածողությունը։ Թանգարանում գործում են նաեւ կրթական ծրագրեր, որպիսի ցուցադրությունը նայելիս տարբեր դասարանի երեխաներ կրթական ուսումնական այո, ավելի մաչելի ձևով ներկայացվի ցուցադրությունը, միգուցե ինչ որ խաղերի ձևով, միգուցե իրանց երաժշտական կատարումների ձևով անցկացվում են նաեւ կրթական ծրագրեր երգեցողության
այդ ծրագրերից մեկը ներառվել է լավագույն աշխատանք ավելի աշխուժանում դրանով։ Այո, Ու գրավիչ դառնում, ինչու՞ չէ։ Իհարկե։ Դպրոցականների համար։ ինքը ներառվել է այս տարի ICOM SECA ծրագրի լավագույն կրթական փորձի շրջանակում լավագույն հնգյակի մեջ միջազգային ծրագրերի կրթական եւ արժանացել է նոմինացիայի եւ այս տարի թանգարանը առաջի անգամ մասնակցեց եվրոպական միջազգային ֆորումին այս 39 տարվա ընթացքում առաջի թանգարանը ներկայացվել եւ Կոմիտասի թանգարանը բավականին նշանավոր էր այս համար ներկայությունը եւ փորձում է նաեւ միջազգային ուղղություններով ակտիվացնել այդ ուղղությունները, որպիսի շփման եւ համեմատության մեջ դնելով փորձենք ժամանակի հետ մեկտեղ շարժվենք առաջ եւ ավելի հուսանք եւ համոզված ենք, որ մեր Կոմիտասի թանգարան ինստիտուտը բոլոր միջազգային մրցույթներում կամ փառատոներում իր արժանի հաղթական տեղը կզբաղեցնի։ Նաեւ փառատոնն ենք նշանավորում, որը արդեն երրորդ տարին է անցկացվում, բայց երկրորդ անգամ պլանավորվում է այս տարի անցկացվել Կոմիտաս փառատոնը, որը այս տարի արդեն միջազգային փառատոնի ձևաչափով է անցկացվում եւ գիտաժողովի բաղադրիչ է ունենալու միջազգային, որը ավելի ու ավելի կամրապնդի միջազգային կապերը եւ հնարավորություն կտա նաեւ երաժիշտների ներկայությունը Հայաստանում եւ գիտնականների եւ ընդհանուր փոխադարձ կապը եւ փորձը փոխանակել միմյանց հետ։ Պարոն Ավոյան, ժամանակին Կոմիտասը եվրոպական մասնագետ երաժշտագետների շրջանում համ հեղինակություն էր վայելում, համ էլ եվրոպական ամենից հեղինակավոր թատերասրահներում, բեմերում արժանիորեն ներկայացնում էր մեր հայ ժողովրդական երգարվեստը, ինչպես կատարողական, այնպես էլ արդեն դուք նշեցիք իր դասախոսություններով։ Այդ տեսանկյունից Կոմիտասի որպես մանկավարժ ներկայացրեցիք, բայց նաև Կոմիտասը իր գործունեության ընթացքում որպես պոպուլարիզատոր հանրահռչակող էր հայ դասական ժողովրդական երգարվեստի։ Հայ դասական երգարվեստ ասել եմ քիչ բարդ կլիներ, որտեղ այն ժամանակ դեռ չկար հայ դասական երգարվեստը, այսինքն կամ ձևավորման փուլում էր, այսպես ասենք։ Հիմնադիրը հայ դասական երաժշտական արվեստի ինքը կհամարվի, թեև ունեին կոմպոզիտորական ստեղծագործություններ, բայց ժողովրդական արվեստի այո հանրահռչակողներից մեկը ինքն էր աշխարհով մեկ։ Կամ գուցե ամենաանվանին եւ ամենամեծ հաջողությունների հասած Կամ ամենաարդյունավետը։ ամենաարդյունավետը։ Պետք է ասել, որ դա եթե մենք այսպես պարզ ենք պատկերացնում, ընդամենը հայ երաժշտական մշակույթը Եվրոպային ներկայացնելու գործընթաց էր։ Բայց երբ որ պատմական հերվից ենք նայում, թե դա ինչ էր եւ ինչ նշանակություն ունեցավ։ Արժեքնոր գիտակցում ենք երևի։ Այսպես է ստացվում, որ մենք փաստորեն որպես մշակութային ժողովուրդ, որպես աշխարհի քաղաքակրթական իրողությունների մեջ դերախաղացություն ունեցող, դերակատարություն ունեցող ժողովուրդ, դասական միջնադարի ավարտին, որպես 15-16-րդ դարերից սկսած դուրս ենք ընկնում միջավայրից։ Դառնում ենք մի տեսակ քարացած մշակույթ, կարծեք թե։ Թեև իհարկե դա պայմանական է ասված, արևմտյան գիտնականներն են այդպես համարում, որ քարացած մնացինք։ Զարգացումներ ունեինք, բայց ոչ նշանակալի, ոչ համաշխարհային մասշտաբի, աշխարհը մեր մասին գրեթե մոռացել էր։ Եթե հիշում էին արդեն 19-րդ դարում հիշում էին ուրիշ առիթներով, քաղաքական առիթներով, որպես մշակութային գործոն մենք աշխարհի քարտեզի վրա չկայինք, կամ գոնե երաժշտության մեջ չկայինք։ Երաժշտության մեջ, այո։ Իհարկե հայ մշակույթի պատմությունից մենք գիտենք, որ հայ իրականության մեջ նորոգության շրջան սկսում ենք 18-րդ դարից, երաժշտական մշակույթը սկսում է քիչ-քիչ վերել քապրել 19-րդ դարի սկզբին, 19-րդ դարի երկրորդ կեսին ավելի ու ավելի ուժեղ, բայց ահա Կոմիտասն է ըստ էության, որ հայ մյուս մեծերի քիչ մեծերի կողքին կարողանում է հայերիս, հայ ժողովրդին պատմության լուսանցքից վերադարձնել մշակութային ժողովուրդների շարք։ Մենք նորից վերադառնում ենք մշակութային քաղաքակրթական գործունեության դաշտ, ճանաչվում ենք աշխարհի կողմից որպես լիիրավ անդամ այդ մշակութային կյանքի, կանգնում ենք աշխարհի ամենահզոր մշակույթ ստեղծած ժողովուրդների կողքին որպես լիիրավ անդամ։ Եվ այդ առումով նաև պետք է Կոմիտասի այդ դասերին հավատարիմ մնանք եւ այժմ էլ
ամբողջ աշխարհին ներկայանանք կամ ներկայացնենք հենց մեր մեծարժեք երաժշտագիտական գործերը։ Այո, համաձայն եմ, առհասարակ շփոթ չունենալու համար հստակ ասենք, որ այո, ժամանակակից իրականություններ իրենն է թելադրում, կա երաժշտական կենցաղ, երաժշտական առևտուր նաև, ինչու՞ չէ, կոչվում է բիզնես, է կոչվում դա հիմա շոու թե ինչ։ Եվ այլն, այս բոլորը իրավունք ունեն ապրելու, բայց որևէ ժողովուրդ աշխարհին ներկայանում է իր ազգային արվեստով եւ իր կոմպոզիտորական արվեստով, եթե երաժշտության մասին ենք խոսում։ Այս երկու հարթության մեջ է, որ ազգերը ներկայանում են աշխարհի դատին եւ մնում նրա երաժշտության պատմության էջերին։ Հարգելի բարեկամներ, կրկին մեկ անգամ եւս թույլ տվեք շնորհակալություն հայտնել հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար եւ մեր հայրենակիցներին եւս մեկ անգամ մեր հանճարեղ կոմիտասին ներկայացնելու Կոմիտասի Թանգարան ինստիտուտին մաղթենք հետագա հաջողություններ եւ բարգավաճում, իսկ մեր կոմիտասագետների դպրոցին մաղթենք, որպեսզի Կոմիտասի տեսական սկայածավալ ժառանգությունը հնարավորինս հրատարակվի եւ հանրությանը պաշած ձևով ներկայացվի։ Իսկ հաղորդումը ցանկանում եմ եզրափակել Ավետիք Իսահակյանի հետևյալ խոսքերով. Կոմիտասը հայ երկով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը, բռնության, ստրկության դեմ, նրա խեղդված վիշտը, իրավազոր կյանքը եւ պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը։ Հարգելի հայրենակիցներ, հայրենիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Կոմիտասին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայրենիներին։